Այսօր լռեց մի ձայն, որը տարիներ շարունակ խոսում էր ոչ միայն եթերից, այլ մարդկանց սրտերի հետ. մահացավ Զարա Արամյանը։ Եվ այդ բառերը դժվար են գրվում, որովհետև կան մարդիկ, որոնց գոյությանը մենք սովորում ենք այնպես, կարծես նրանք մշտապես պիտի լինեն։ Զարան հենց այդպիսին էր։ Նրա վերջին ֆեյսբուքյան գրառումը հիմա կարդացվում է ոչ թե որպես սովորական գրառում, այլ որպես հանգիստ, լուսավոր հրաժեշտ, առանց բողոքի, առանց դառնության, միայն շնորհակալությամբ ու սիրով։ Զարայի ֆեյսբուքյան վերջին գրառումն է. ամեն ինչի համար շնորհակալ եմ, դստերս նշանդրեքի, ձեր սերը բազմիցս արտահայտելուն, ձեր աղոթքներում լինելուն ու հիվանդությունս ավելի խորանալու համար։ Պատրաստ եմ դիմավորելու նոր 2026 թիվը ու հույս ստացել, որ երկիրս խաղաղ կլինի, իսկ մարդիկ էլ բարի ու քաղցր։ Շնորհավոր իմ Նախշուներ ջան, նոր տարին, ես շարունակում եմ ձեզ սիրել։ Այս մի քանի տողերում ամբողջ Զարան է, ուժեղ, խոնարհ, մարդասեր։ Նա շնորհակալություն է հայտնում ոչ միայն սիրո, ուշադրության, աղոթքների համար, այլ նույնիսկ իր հիվանդության խորանալու համար։ Դա կարող էր անել միայն մարդ, ով կյանքի հետ չէր կռվում, այլ ընդունում էր այն ամբողջությամբ, իր լույսով ու ցավով։ Զարա Արամյանը երբեք պարզապես հաղորդավար կամ լրագրող չէր, նա քաղաք էր ներկայացնում, Երևանն իր մտավոր շնչով, իր զրույցներով, իր մշակույթով։ Նրա խոսքի մեջ միշտ կար քաղաքավարություն, մտքի ազնվություն և մարդու հանդեպ խոր հարգանք։ Նա կարողանում էր լսել, իսկ դա այսօր հազվագյուտ շնորհ է։ Նա պատրաստ էր դիմավորելու նոր 2026 թվականը, խաղաղ երկրի ու բարի մարդկանց հույսով։ Նույնիսկ կյանքի ամենադժվար պահին նրա մտահոգությունը ոչ թե ինքն էր, այլ երկիրը, մարդիկ, բարությունը։ Այդ հույսն էր նրա ներքին ուժը, այդ սերն էր նրա էությունը։ Զարան հեռացավ, բայց չլքեց, նրա ձայնը մնաց հարցազրույցներում, հիշողություններում, մարդկանց մեջ, ովքեր երբևէ զրուցել են նրա հետ կամ պարզապես լսել։ Նրա ներկայությունը մնաց որպես չափանիշ, ինչպիսին կարող է լինել խոսքը, երբ այն ծնվում է սրտից։ Այսօր Երևանն իսկապես կորցրեց ևս մեկ գույն, ոչ աղմկոտ, ոչ ճչացող, այլ խորը, տաք, իմաստուն գույն, այն գույնը, որը լռության մեջ էլ խոսում էր։ Ցավակցում ենք Զարա Արամյանի ընտանիքին, հարազատներին, նրա դստեր, ում կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը նա հասցրեց տեսնել, և բոլոր նրանց, ովքեր իրեն զգում էին Զարայի Նախշուները։ Նրա սերը շարունակվում է, նրա խոսքը չի լռել, նրա անունը կմնա հարգանքով։ Լույս իջնի հոգուդ, Զարա Արամյան, դու շարունակելու ես ապրել մեր հիշողության և սիրո մեջ։ Նա ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Ստանալով լրագրողի և ռուսաց լեզվի մանկավարժի որակավորում, ուսանողական տարիներին խմբագրել է պետական համալսարան թերթը։ 1993-2002 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում, Հայաստանի ձայն խմբագրությունում, որտեղ ղեկավարել է ռուսալեզու բաժինը և զբաղեցրել գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը, հեղինակել և վարել է հյուր Զարայի մոտ, ապա համով զրույց հաղորդումները։ 2003-2018 թվականներին աշխատել է Հայկական երկրորդ հեռուստաալիքում, նկարահանվել է բազմաթիվ հեռուստանախագծերում և ֆիլմերում, այդ թվում Մեր բակը, Մեր բակը 2, Կատաղածները, Բարի լույս։ 1995 թվականից մասնակցել է ավելի քան 300 հեռուստանախագծերի։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։ Դեռ ամիսներ առաջ հաղորդավարուհի, դերասանուհի Զարա Արամյանը նորից հիվանդանոց էր տեղափոխվել, նա այդ մասին տեղեկացրել էր ֆեյսբուքյան գրառմամբ, նշելով, որ նման այցեր կատարում է պարբերաբար։ Կրկին նույն ճանապարհը, կարծես սովորույթ է դարձել, 2-3 ամիսը մեկ անցնել նույն ճանապարհը։ Եվ այդ ճանապարհին փորձում եմ հնարավորինս շատ ըմբոշխնել Երևանիս փողոցները, մարդկանց, լույսերը, քանզի 2 տարի է, ինչ այլ տարբերակ, քան սլացող մեքենայի պատուհանից նայել քաղաքին դեռ չունեմ։ Կրկին կլինեմ իմ բժշկի հսկողության ներքո, պինդ եմ, լավատես եմ, հավատքի մեջ եմ, սիրում եմ բոլորիդ, ընդմիշտ ձեր Զարա Արամյան, տեղեկացրել էր նա։ Նշենք, որ վերջին տարիներին Զարա Արամյանը սրտի և այլ առողջական խնդիրներ ուներ, նրան մաղթում էինք շուտափույթ ապաքինում, բայց ցավոք նա լքեց երկրային կյանքը։
Ես միշտ անկեղծ եմ եղել ձեզ հետ ու հիմա էլ ինքս կկիսվեմ ձեզ հետ մեր տան ուրախությամբ, վստահ լինելով, որ բոլորդ կուրախանաք ինձ հետ միասին։ Ճիշտ է, ես ամբողջ ժամանակ անցկացրեցի բազմոցին, որին մոտիկ թթվածնի սարքն է տեղադրված, բայց ապրեցի էմոցիաների մի մեծ փունջ։ Օրհնություն բոլոր նորահարսիկներին ու տարօսը նրանց, ով դեռ չի գտել իր կեսին։ Դստրիկիս, Էլենի ու արդեն մեր տան երկրորդ տղա դարձած Մհերի նշանադրության նկարները հատուկ ձեզ համար, իսկ ես արդեն հանդես եմ գալու նոր դերով, զոքանչի, գրել էր նա ամիսներ առաջ տեղադրելով դստեր նշանադրության լուսանկարները։ Այն հարցին, թե երբ է կինը երջանիկ, նա պատասխանել էր. «Կինը երջանիկ է, երբ ընտանեկան եղանակը լավն է և հանդարտ, առանց փոթորիկների, բայց կարծում եմ երջանկությունը ոչ թե սթրեսային ինչ-որ վիճակ է, այլ խաղաղություն տանը, աշխատավայրում, հոգում, երբ Աստված գլխավոր տեղում է, մնացած բոլորն իրենց տեղերում են»։